Սիրելի եղբայրներ եւ քույրեր, նախ Աստծո շնորհակալ ենք, որ առողջություն ունենք, ուժ ունենք, ոստեղ ներկա ենք, առանց անոր չենք կրնար հոսլալ, չենք կրնար լսել, խոսիլ, դրամապանել, երգիրնել ալ ուժի պետք ունին։ Արցախի պատերազմին մեջը Ադրբեջանը ավելի ուժ ուներ, անիգա դրոններ ուներ, զենքեր ուներ, Թուրքիո աջակցություն ուներ եւ 2020-ին ունեցավ բարձր strategic շրջապատող դեղերը։ 9 ամիս գեցուց թեղ, գազ, ուտելիք եւ սեպտեմբեր 20 2023-ին Արցախը ինգավ թշնամին ցերկը։ Հայաստան բավարար ուժը չունեցավ, որ հաղթե, գուսանք, որ օրմը այդ ուժը լա և մեր բաբենական հողերը եդ ունենանք։ Մարգոս 3-ին մեջը գարակրե թակավորությունը կրավված զորավոր մարդեմը։ Մինչև որ ավելի զորավորը կա և գաբեան անցը և պրգե իրենինները։ Ամեն սիրտ գամ թշնամիին դակ ձարամն է և գամ ազդակրված պրգիչան։ Սիրտը դունիմը նման է, ուր ասված գրնալալ թուրսը օդար, հյուրմը մուտքին և գամ ընդանիք ներսը պնագող։ Թուրսի գոմը գանքնածները։ Մարգոս հաջախ ցույց կուտա Հիսուսը դան մեջ կփժշկե, կսորվեցնե, մերելներեն հարություն կուտա, գներե, Թուրսի գոմը մարդիկ կասկածներ կունենան, կփողոքեն, սխալ կհասկնան, և Մարգոս 3-ին մեջ մեծ բազմություն մգա, և անոնք որ պետք է կսպասեինք դունին մեջը ըլլան, այսինքն իր ընտանիքը, թբիրները, գրոնական առաջնորդները թուրսը գանքնած են։ Եվ Մարգոս կգաբե այս դեսարանը նախորդ համարին հետ, ինչպես գարտացվեցավ, ուր 12 աշակերտներուն անուններուն ցանկը գա և գվերջանա ասելով և հութա Իսկարիովդացին, որ հետո մատնեց անիգա դուն մկացին։ Ամիջավեց կգաբե մեկ փորձանքյան մույս փորձանքին, որովհետև որ դուն մկացին թուրսի եղողները, երբ իրենինները, այսինքն ասկականներ, ձանոտներ, հստակ չէ այդ պարը գրնա դարբեր դեսակ բաներ իմաստ ունենան, ուրեմն երբ իրենինները լսեցին, ելան որ զինք փռնեն, քանզի գսեին խելրած է։ Որ զինք փռնեն մեկ պարմն է հունարենով, կրատեին և գնշանագե փռնել, զսպել, գարավարել, control, restrain, անոր մասին կործածված արդահայտությունը խելրած է, հունարենին մեջ expression մն է, որ գսե ինձինքեն թուրսն է, he's beside himself, as է ինձինքը չէ, ինձինքը չի գարավարել գոր խենտի նման գվարվի։ Թբիրները այս կաղապարը արավերի հերու գդանին և գսեն թե անոր ներսիտին պեղզեպուղը և թևերուն մեծ իշխանովը թևեր գհան է։ Անոնք հետաքրական է, որ չեն մերժեր հրաշներուն իրականությունը, հապա ուրիշ ծևով գմեգնապանեն։ Առաջին խումպին նման իրեն գալ կրատեին գուզեն գարավարել մեգնապանությունը, բամությունը, պացադրությունը։ Շատեր այսօր գսեն, եթե հրաշ տեսնեի գհավադայի, բայց թբիրներ հրաշներ դեսան և չհավադացին, ուրեմն անհավադությունը ընդանրապես մտավոր խնդիր չէ, այլ չեն գուզեր Աստծո ուզածը ընդան, գամքի հարց է։ Այս բահը Մարգոսին մեջ ամեն ինչ գործված է բահն է, ուր հերոսին կործը անգարելի գերևա։ The all is lost moment in the story when the hero's mission seems impossible.
Ուրեմն Դանիելի բամությունը այդպես ժամանակ կա, որ արյուծներու կուպին մեջն է եւ հսկա քարով կոծված, ամեն ինչ կորսված, հույս չկա։ Եվ գարեդի ոմանց համար ավելի մոտ օրինակը Star Wars-ի մեջ Luke Skywalker-ը եւ որ գբայրազմի Darth Vader-ին հետ թևը կգդրվի, կհասկնա որ թշնամին իր հայրն է եւ կգործընծնե բادرազմը, ամեն ինչ կորսված է։ Հիսուսի ամեն ինչ կորսված է բահին մեջ, իրենինները խենթ կնկատեն իրան, գրոնական ղեկավարները զինք թևային կնկատեն եւ 12-ն մեկը ներքին խումբը պիտի իրան օրմը մատնե։ Եթե ինձինք չի պաշտպանե ազ ժամուն մոդալենեն գնա գամ խենթանոց սարվիլ եւ գամ խաչվիլ։ Ինչ կներ տուն, եթե այդպես հագարագության հանդիվիս։ Հոս գտեսնենք ինչ որ Հովաննես Մգրդիչը սավ 7-րդ համարին առաջին գլխին մեջ իմ յետևես ինձ մե զորավորը գուկա։ Դեսեք ինչ զորություն, որ այս տեսակ հագարագություններու թեմ գրնագենան եւ ամիջապես բադասխանել։ Ինքն է այն զորավորը, որ չի փախիր հագարագործներն, այլ գգանչես անոնք իրենքով։ Յուս հետաքրական տասմնագրնան գարնել մենք յանքի դժվարությունները ինչ կնես։ Բնական է որ գուզես փախին, բայց ինչ կլա եթե թեպի դժվարությունը երտաս եւ Հիսուսի նման ճշմարտությունը փնտրես, խոսիս ու մեջդ իրականությունը ուրիշներուն մեջ եւ այդ զենքով առաջերտաս։ Օրինակ դբրոցի մեջ դժվար տասմը գա եւ ասիգա գներեկեզի ինչ կնես կփախիս 10 կամ գերտաս թեպի դժվարությունը զորություն հավաքելով օգնություն հարցնելով եւ ճշմարիտը լալով քու հասկացողությանդ ինչը չես հասկանար, ինչ կհասկանաս, ինչը պետք ունիս եւ կթեմակրավես։ Կամ կորձի մեջ մեկը գա որ նեղություն գուտա։ Արդյոք կփախիս կամ իմաստությամբ հասկանալով որ արդյոք քու մեջդ նախանց կա, արդյոք հարց մը գա լուծելիք եւ ճշմարտությամբ թեպի անհարցը կերտաս։ Կամ ընտանիքի մեջ։ Ուրեմն երկրորդ դեղը երթանք մուտքին գանկնածները մտիգնենք ինչ է հոն խոսակցությունը Հիսուս զանոնք գանչելով արակներով վսավանոնց ինչպես կրնա սադանա հանել եթե թակավորությունը իրեն թեմ բաժնվի այն թակավորությունը չի կրնար գնալ անոր բալասխանին բարզ հստակ հանդարտ դրամապանությունը ավելի հայտնի գտարցն է, որ ան ոչ խելարած է, ոչ ալ թևային է։ Անգլերենով ասեմ ասի, the defense he deploys demonstrates clear, calm reasoning, making it more evident that he is neither deranged nor demonic. Տվիրները գբնտեին, թե թևերը գամավ գլկեն, իրենց կրավված հողերը, ազատ ծկելով մարդկությունը։ Ինք հոն, որ Սողոմոնեն ավելի իմաստուն էր, ցույց կուտա իրենց անմտությունը։ Ադրբեջանը կամ Թուրքիան կամ ովևէ մեկ թագավորություն գամավ պիտի վերադարձնե կրավված հողեր։ Առանց զորավոր ուժը, որ գուքա եւ գբահանչե անիգա, մեկը չի ծկեր հողը ուրիշին դալով։ Սադանային թակավորությունը չի պլիր ներքին դիսիպլինի բագասով, այն կհարցակվի ավելի զորավոր ուժեմը, որ կգոպտե չարին ուժերը եւ իր կրավածները յետ ինքը գարնե։ Մութը գանցնի եւ արավոտ կլա լույսը գծակի։ Կարծես թե նյութը ամիջավես կփոխվի հաջորդ համարին մեջը։ Եվ լրջանա ճշմարիտ կսեմ ցեզի թե ամեն մեղք պիտի ներվի մարդոց որդիներուն եւ հայությունները որչափ որ հայոյան։ Բայց ով որ Սուրբ Ոգին թեմ հայու է, հավիդյան թողություն պիտի չունենա։ Հաբա հավիդենական Թադաստանի բարդավոր պիտի ելլա։ Բասնզի գսեին բիղզ ոգի գա անոր ներսիտին։
ինչ է Սուրբ Հոգին հայոյանքը, որ պիտի չի ներվի։ Ան Աստծո վրա փարգանալ կամ կասկած ունենալ չէ։ Եվ հոս Սուրբ Հոգին ավելի բարձր չի տասվիր որդիան կամ հորմեն։ Փաստադրությունը բարձ է։ Եվ Մարգոս ամիջապես փանալին գուտա, որ գարտացողը հասկանա։ Մարգոս կփաստադրե։ Վասնզի գսեին բիղծ ոգիգա անոր ներսիտին, այսինքն փրգիչը թևային գոչելը այս է Սուրբ Հոգին մեղքը, հայոյանքը։ Ինչու Սուրբ Հոգին թեմ Հիսուս Սուրբ Հոգիով լեցված է աղավնին Սուրբ Հոգին աղավնին նման իր վրա իջավ մգրդութենեն յետք, ինքն է որ Սուրբ Հոգիով կմգրդե եւ Սուրբ Հոգին փրկության կորձն է որ մեր մեջը գաշխատի։ Ուրեմն քալիք ազո տադաստանեն ազատելու ուրիշ ցև չի գա։ Եվ եթե Հիսուսի նկատենք իբրև սատանա ուրիշ հույս չկա։ Եթե օծմը քեզ խայտե եւ թեղը ունիս ցերքիդ մեջ, բայց անտեղը նկատես տույն եւ նետես ուրիշ լուծում չկա։ Հիսուսը միայն թեղը, միայն բժիշկը, որ մեզ մեղքերը գազադե։ Ուրեմն այս խոսքը, որ Սուրբ Հոգին թեմ հայոյանքը պիտի ներվի, նույն կիծած մեր ավետարանն է։ Հիսուսով է փրկությունը։ Նախասկուշացումը ձաներ է, բայց լսեցեք մխիթարությունը։ Ամեն մեղ պիտի ներվի մարդոց որդիներուն։ Այդ խոստումը գուտա Հիսուս։ Եվ Աստվածաշունչի մեջ երբեք օրինակ չի գա, որ մեկը գխնդրե, որ ներվի եւ ներում չստանար։ Ամենով որ գխնդրե կներվի։ Ուրեմն միտքերնից կրնանք հանգիստ լալ, որ եթե ներողություն խնդրենք կներվինք Հիսուսը։ Եկեք նաև հոստեղը քիչ ժամանակ անցնենք այս հատվածին սխալ մեկնաբանութենն, որ դժբախտաբար գերծ ուսուցիչներ հարաճ կդանին։ Եվ պիտի առնեմ օրինակը, Բենիհին։ Ասիկա անցը չէ որ ինձի գհետաքրքրե, քանի որ իրեն նման հազարավոր գա ինտերնետը լեցուն է իր ռածները եւ իր սածները եւ հոսա գրնաս գտնել։ Բայց ինքը ջանցված է եւ ահակին հետևորդներ ունի։ Անգբտ թե ինք այնքան ազո մոդ է, այնքան Սուրբ Հոգին լեցված է, որ ունի հատուկ ուժեր քաղաքնիկներ ու հայտնություն, անզանոթ լեզուներ գխոսի, որ չուն չես կնար հասկնալ, մարգարեական դեսիքներ գունենա, իր ուզած ժամուն բժշկություններ գնե, կհրավիրե ժամը 8-ին չորեքշաբթի հրաշներ պիտի ելնան։ Իշխանություն կրավելու համար ինձինք բոլորին վրա կփորձե բարձրացնել, it's a power grab, ուժ գարնե։ Շատեր այնքան դպավորված են անոր ցուցադրություններեն, որ անոր մեկ թփնալովը թեպի յետև քեդինգն անգպրվին։ Ցուգմը գա, որ գոչվի pufferfish, եւ այնքան զարմանալի է ցուգը։ Երբ հարցակվի, չուր գքաշե իր մեջ, եւ գուրի 3 անգամ ավելի մեծ գլա, երևակայեցեք ան ուժը ունենայինք եւ գրեթե արաստախ հասնեի։ Որքան հետաքրական է Աստծո ստեղծածները եւ իր ստեղծագործության ուժը գծցնե, creative power հնարող եւ նաեւ անոր ուրախ կադագասերը լալը, որ ասեսակ գենտանիմը ստեղծած է։ Ստեղծագործութենն իր իմաստությունը գտեսնենք։ Ուրեմն pufferfish-ի նման Բենիհին այնքան ինձինք ուրացուց, որ այսօր ունի մոտ $50 միլիոն։ 2006-ին անոր գազագերբությունը քննեց $36 միլիոն Gulfstream G4 private jet։ Մեկը գիտե արդյոք աս օտանավը G4 գերեւի private jet քննողներ չկան ոստեղ, բայց երկմը գա feeling so fly like a G6 արդյոք կա մեկը որ լսել է ասիգա։ Ուրեմն ասիգա շատ մոդեռն cool երկմն է
Եվ G6-ը G4-ի նման օտնաբմն է, որ շատ փապակելի է, ամենահարուստները գուզեն ասիգա ունենալ, շատ հանգիստ, շատ գեղեցիկ։ Եվ ինքը նաև գմնա $3000 գիշերը հոթելներու մեջ, բոլորը tax free նվիրատվություններու ապահովությամբ։ Ուրշպամը սխալ է, երբ մեկը գուկա կարոզելու խոնարհության մասին, բարձգյանքի մասին, private jet-ով հետևյալը ուներսելու իրեն քննադատողներուն։ Եվ նշմարեցեք, հոստեղը պիտի ինձինք ազոդեղ տնե, վաղցնե և Մարգոս 3:29-ը սխալ և իր օգտին համար կործած է։ Be careful, գսե. When you speak against this anointing, you are speaking against the Holy Ghost. That is blasphemy against the Holy Spirit. Գսե սկուշացեք, երբ այս օձումին թեմ խոսիկ, Սուրբ Օքին թեմ գխոսիկ, այդ Սուրբ Օքին թեմ հայոյանքն է։ Իր ռածը հոգևոր խարտախություն է, ջարբիգությամբ ուրիշին խիրջը գկործած է, որովհետեւ ինձինքը պաշտպանե։ Spiritual manipulation. 2007-ին Iowa Senator Chuck Grassley չխաբվեցավ այս բոլորան և գարավարական ստուգումը սկսեցուց Inquiry into tax exempt status of religious organizations. Ուրեմն բրբդելու, որ ինչ ասակ fraud և taxi հարցեր գա այս անցին և ուրիշ անցերու անոր նման։ Բայց եկեղեցիներ ընդհանրապես լուր կգանան այս ասակ ամոթ վիճակին և ուրեմն հետևաբար անոր նմանները կբազմանան կդարածվին և հայերուն մեջա կդարածվի։ Մեկ հայ կարոզիչմը ըսավ ճիշտ նման բարերը կրետ է։ Թադելու ովևէ կարողություն սատանային գուկա Սուրբ Օքին թեմ կմեղանչեն անոնք որ իմ թեմս կխոսին և այդ մեղքը պիտի չներվի։ Ինչ տեսակի անց է, որ կկործած է ազո խոսքը, որ հարցակի անոնք որ իրեն հետ անհամաձայն են։ Ճիշտ այս է, որ Հիսուս կսկուշացնե և գսե, որ ոչխարի հագստով հագված քայլերեն ուշադիր եղեք։ Երբ կարոզիչը գսե մի տադերզիս, հոն է որ պետք է սկսես ամեն բան քննել։ Լավ հարցումը սկսելու այս է, արդյոք սխալ է տադել մարդոց գործերը և խոսքերը։ Սողոմոն հարցուց աստուծմե իմաստություն տադելու ազո ժողովուրդը։ Գաղոտ է, ուստի կուզարայիտ իմաստուն սիրդուր, որբեսի կու ժողովուրդը տադե ու պարին ու չարը որոշ է։ Եվ Իսուս Սողոմոնեն իմաստուն անցմն է։ Եվ ասված կովեց իրեն ըրածը, որ չի հարցուց հարստություն և հաղթություն թշնամիներեն, բայց իմաստություն ճիշտը մտածելու տադելու։ Հիսուս կսե աչքի երևցածի վես տադաստան միեն եք, հաբա արդար տադաստաներեք։ Ուրեմն պետք է տադենք critical thinking։ Եվ ոչ է աչքի երևցածի չարախոսություն գասեպ անչե, բայց ճիշտ մտածելը։ Եվ Պողոս կսե չեք գիտեր, թե մենք հրեշտակները պիտի տադենք, ուր կմնա հաբա աշխարհայինները։ Եվ գշարնագե ասելով, բայց եթե մենք գամ երկինքեն հրեշտակ մկա ավետարանե ցեզի անգե դարբերը, որ մենք ավետարանացինք ցեզի նոզովյալլա։ Այսինքն ով որ լա որ գկարոզե գխոսի նույն հրեշտակ մըլլա պետք է փախտադես ավետարանին ազո խոսքին եւ դրամապանես արագած քիրքը լեցուն է իմաստության եւ discernment խոհեմության ուշադրության մասին իմաստությամբ բարին ու չարը զանազանելը մեղք չէ հնազանդություն է Սուտ մարգարեները գհարցագին իմաստության վրա, որովհետև եթե գարենան համոզել, թե իմաստությամբ ցադելը աններելի մեղք է, այնադեն շատ թյուրությամբ գնան համոզել որևէ մեկ ուրիշ բան եւ գարավարել, manipulate, control։ Ինչպես արագած 14-15 կսե միամիտ մարդ ամեն խոսքի կհավատա, բայց խելացին իր քայլերը կքննե։
Ինչն ելու ենք։ Մեր դերը չսեր, որ պետք է գեցնենք ամեն սուտ խոսող, որ ոչ քայլը լա աշխարի մեջ, ոչ ալ չարպան, բայց կսե ահացես կղրգեմ իբրև ոչ խարներ, քայլերու մեջ, ուստի օծերու բես խորակետ եղեք և աղավնի բես միամիտ։ Ուրեմն be wise as serpents, do not be fooled by pufferfish։ Տբիրները Հիսուսի գնգադեն սուդ մարկարը, բայց ոչ որովհետև ան սուդ մարկարություն գնե, ոչ քանի որ խենտի բես կվարվի, ոչ ալ քանի որ քիրքերը սխալ ծևով կմեկնաբան է, ուրեմն ինչու։ Քանի որ կործեր գնե մեսիական իշխանությամբ, with messianic authority, շապատին դերը ինքն է գսե, թևեր գհան է, գպուժե, աշագերտներ իրեն գգանչը, և մեղկեր գներ է, որ միայն ասված գնանա։ Ես գնամ ներել, եթե քեզի, եթե իմ ոտքիս վրա գողես, բայց ինչ մի դսենք, եթե օդարը քեզի ները, որ տուն իմ ոտքիս վրա գողեցիր, և անոր վրա գավելցնե, որ ինք հավիդանական է, պիտի թադե աշխարը, ինքը ստեղծեր է ամեն բան, խոսի այնպես, որ ան որու կբատկանի ամեն բան, ամեն անց, և ուրեմն ամեն սխալ, որ ուրիշին գլա, իրեն գլա, որև ամեն բան իրեն կբատկանի։ These are the most shocking things ever uttered by human lips. Ամենեն ցնցող բաներն են, որ երբեք արդահայտված են մարդկային շրթունքներով, գսես C.S. Lewis, իր Mere Christianity քիրքին մեջ, The Shocking Alternative։ Անգսե մարդը, որ այսպիսի բաներ գսե, չի գրնար լալ միայն պարոյական, moral ուսուցիչը, teacher։ Ան գամ խելակար է, գամ խապեպա, գամ դերը։ Եվ որովհետև իմաստուն Հիսուս ոչ խելակար է և ոչ չար կմնա միան մեկ եզրագացություն ան Աստված է։ Տուն եկած ես այն եզրագացության և հետևաբար հանցնած ես անցը տիրոջ։ Ետնայինք ան անցը, որ նստած էր դունին մեջը, որ խոսեր իր աշակերտին Հովաննեսին հետ։ Ան գրգին գերևնա Հովաննեսին, հայտնութենեն ետք, ասվաշուչին վերջին էջերուն մեջ, դարբեր երևույթով, աչկերը գրագի փոցերով, թեմքը արևի բայձարությամբ, որ չես կնար նայել և նման հասկնալ, պերանեն երկսայրի սուր և պարծր ցայնով ինչպես փողմը կհայդարարե և գսե ես եմ, ալֆան և օմեգան, սկիզբը և վերջը։ Հովաննես չսեր, որ Հիսուսն է, որ գջանչնամ սելֆիմը արնեմ իր հետը, ինք գսե իր ոտքը ինգա մերելի բես։ Խոնար ծևով դունին մեջ նստողը սատանային հաղթող զորավորն է։ Երբ իր մայրը և եղբայրները իրեն կգանչեն թուրս անելու, նստողներուն նայելով գսե, ահա, իմ մայրս ու եղբայրներս, վասնզի ով որ Աստծո գամքը կգադարե, անիգա է իմ եղբայրս և քույրս ու մայրս։ Հրավերը բոլորին է, ով որ Աստծո գամքը կգադարե։ Եվ նման հրավերը կգտնենք հայտնությունով անու քիրքին մեջ, որ գսե, ահա ես թուրը գայներեմ ու գզարնեմ։ Եթե մեկը իմ ցայնս լսե ու թուրը փանա, անոր քով պիտի մտնեմ և անոր հետ ընթրիք պիտի ենեմ անար ինձի հետ։
Զորավոր երկիրներ գիշխեն դգարներուն վրա, գեղձ մարգարեներ ուզեն գարավարել և դգարացնել, Քրիստոս կհրավիրե բոլորին և կբարձրացնե պարզապես այդ իր հրավերը դալով նույնիսկ։ Ուրեմն մեր սերը պետք է լա նույնքան լայն, բոլորին արժեք տալով։ Սեր կնշանակե բոլորին հետ վարվել աննույն շնորհքով, որ Տերը ցույց կտա։ Ոչ թիմացինիդ գործերուն հիման վրա, ոչ ալ քու զգացումներու հիման վրա։ Երբեմն ասի թյուրին բան չէ։ Մանավանդ երբ մեկը հետդ անհամաձայն է կամ քեզ վիրավորած է, արդպես մեկը գա արդյոք կյանքիդ մեջ։ Արիթմն է, ասիգա, որ ազո շնորհքը ցցնես, ճանչնալով, որ այդ հրավերը, որ քեզի ուղված է, Հիսուս քու թուրիդ կզարնե, նաև իր թուրին, սրդին թուրին կզարնե, և բոլորին հրավերը ուղված է։ Ընտանիքը լալու գարեդիությունը անցինան դրված է։ Սերը կսկսի բզդիկ շնորհքովը աղոթել, բարիքմը անել և արժեք տալ։ Սիրելի եղբայրներ և քույրեր, ստեղծիչը կգանքնի ամեն սրդի դրան առջև, ընդունեցինք ոչ ինչպես օդարմը, որ դարին մեկ հատ կտեսնես, կամ հյուրմը, որ շաբաթը մեկ-երկու ժամանակ կանցնես դա, այլ որպես ընտանիք, որ ամեն օր հետ ունես, և ինքն է կյանքիդ ուրախությունը։